Ադրբեջանի նախագահի օգնական Հիմետ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունից պետք է հանվի Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանող հոդվածը։ Նրա խոսքով այդ փոփոխությունից հետո Բաքուն այլևս խոչընդոտ չի տեսնի վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Հաջիևը նաեւ պնդել է, որ տարածաշրջանում արդեն իսկ ձևավորվել է փաստացի խաղաղ իրավիճակ։ Հապկոմ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հայաստանին ձայնի իրավունքի զրկելու մասին որոշման ընդունումը հնարավոր կլինի միայն կազմակերպության անդամների կոնսենսուսի դեպքում։ Նրա խոսքով հարցը ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Վասիլևը հիշեցրել է, որ կանոնադրության 25-րդ հոդվածը նման հնարավորություն նախատեսում է այն դեպքում, երբ անդամ պետությունը 2 տարի չի կատարում իր ֆինանսական պարտավորությունները կամ չի ապահովում կազմակերպությունում իր մասնակցությունը։ Նա նշել է նաև, որ Հայաստանը ավելի քան 2 տարի չի առաջադրում ներկայացուցիչներ ՀԱՊԿ քարտուղարությունում եւ հետեկանչել իր սպաներին Միացյալ Շտաբից։ Հակոբ Արշակյանը հայտարարել, որ ավարտում է պետական ծառայության կարևոր փուլը եւ հետագայում իր գործունեությունը շարունակելու է մասնավոր, կրթական եւ հասարակական ոլորտներում։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին եւ գործընկերներին վստահության համար, ամփոփելով ճանապարհաշինության, ռազմաարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների եւ խորհրդարանական աշխատանքի ընթացքում արձանագրված արդյունքները։ Արշակյանի խոսքով վերջին տարիներին իրականացվել են լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր, զարգացել է ռազմաարդյունաբերությունը եւ բարձր տեխնոլոգիական ոլորտը դարձել է տնտեսության կարևոր շարժիչներից մեկը։ Նա ընդգծել է, որ պետական պաշտոնները ժամանակավոր են, սակայն Հայաստանին ծառայելու պատրաստակամությունը մշտական։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի։ Դեպքից հետո դատարան են ժամանել ՆԳՆ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները եւ դատական դեպարտամենտի պաշտոնյաները։ Իրավապահները սկսել են որոնողական եւ օպերատիվ միջոցառումներ փախուստի դիմաց անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով նրա ինքնությունը դեռևս չի հրապարակվում։ Դեպքի հանգամանքները բարձելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Հապկոմ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ կազմակերպության հավաքական անվտանգության ռազմավարությունը չի բացառում զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում միջուկային զենքի կիրառումը դաշնակիցների պաշտպանության նպատակով։ Նրա խոսքով այդ հնարավորությունը նախատեսված է ինչպես ՀԱՊԿ-ի ռազմավարական փաստաթղթերում, այնպես էլ Ռուսաստանի ռազմական դոկտրինում։ Վասիլևը նշել է, որ ժամանակակից սպառնալիքների շարքում դիտարկվում է նաև միջուկային ներուժ ունեցող պետությունների թվի աճն ու զանգվածային ոչնչացման զենքի տարածումը։ Միևնույն ժամանակ նա չի նշել, որ նման սպառազինություն կարող է տեղակայվել ՀԱՊԿ այլ անդամ երկրներում։ Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով։ Աճի հիմնական շարժիչներն են ծառայությունների ոլորտը, շինարարությունը եւ արդյունաբերությունը, որոնք պահպանել են բարձր ցուցանիշներ։ Միևնույն ժամանակ արտաքին առևտրում արձանագրվել է տարբեր միտում, ներմուծումն աճել է, իսկ արտահանումը նվազել։ Եվրասիական զարգացման բանկի փորձագետները կանխատեսում են, որ տնտեսական բարձր ակտիվությունը կշարունակի պահպանվել ներքին պահանջարկի եւ ներդրումների հաշվին։ Բանկի գնահատմամբ 2026 թվականի ՀՆԱ-ի աճը կազմել է շուրջ 6%։ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նպատակը նախկին խորհրդային միության տարածքում ազատության վերականգնումն է, իսկ Ուկրաինան այդ ծրագրերի առանցքային օղակն է։ Նրա խոսքով, որքան ավելի ուժեղ եւ անկախ լինեն նախկին խորհրդային երկրները, այնքան ավելի դժվար կլինի այդ ծրագրի իրականացումը։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ ընդգծել է, որ այս տարի երկար ընդմիջումից հետո վերականգնվել են կապերը Հայաստանի հետ։ Նա վստահություն է հայտնել, որ նման հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի կայունությանը։ Ուկրաինայի նախագահը նաև շեշտել է, որ իր երկրի ներկայությունը հետխորհրդային տարածքում կարևոր դեր ունի մյուս պետությունների անկախության պահպանման հարցում։ Ազգային ժողովի նոր նախագահ Ռուբեն Ռուբինյանն արդեն կատարել է իր առաջին կադրային նշանակումները։ Նա օգնականներ է նշանակել Էլինա Իշխանյանին եւ Լուսինե Բեկչյանին։ Խորհրդականների պաշտոններում նշանակվել են Գրետա Զորունցը եւ Արման Բարխուդարյանը։ Այս նշանակումները կատարվել են Ռուբինյանի ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ ամիշը հայտնել է Բալթիկ ծովի վրա ռուսական Իլ-20 ինքնաթիռի թռիչքինի պատասխան օդ են բարձրացվել լեհական կործանիչներ։ Նրա խոսքով լեհական հերթապահ կործանիչները Լեբա քաղաքից մոտ 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք որսացել են ռուսական հետախուզական ինքնաթիռը։ Միաժամանակ նախարարը հաստատել է Լեհաստանի օդային տարածքի խախտում չի արձանագրվել։ Նրա պնդմամբ ռուսական ինքնաթիռը միջազգային օդային տարածքում թռչել է առանց թռիչքի ծրագրի եւ ակտիվ տրանսպոնդերի։
Իրկուտսկի մարզի Պրիանգարիա շրջանում Սեսնա 182 ինքնաթիռը դադարել է կապի դուրս գալ։ Ինքնաթիռը զբաղվում էր անտառային հրդեհների իրավիճակի մոնիթորինգով, իսկ անձնակազմում եղել են 2 մարդ, որոնողափրկարարական աշխատանքների ներգրավելու համար պատրաստվում են 1 ինքնաթիռ եւ 2 ուղղաթիռ։ Դեպքի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ օդային տրանսպորտի երթևեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով, որոնողական գործողությունները շարունակվում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի համար սա լավ փաստաթուղթ ստորագրելու վերջին հնարավորությունն է։ Նրա խոսքով բանակցությունները կարող են արագ ընթանալ, քանի որ առաջին հերթին քննարկվել է Հորմուզի նեղուցի բացումը, այնուհետև Իրանի միջուկային ծրագիրը։ Թրամփը նշել է Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի նեղուցը բացվի հնարավորինս արագ։ Նա նաև ընդգծել է Իրանը չի կարող վճարներ գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ ԱՄՆ նախագահը վստահեցրել է Վաշինգտոնը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։ Թուրքիային պատկանող եւ Թուրքիայից Ռուսաստան թարմ մրգեր ու բանջարեղեն տեղափոխող նավը Սև ծովում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցման միջադեպի հետևանքով տուժել են անձնակազմի 4 անդամներ։ Հարվածից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել։ Նավը շարժվում էր Սամսունից դեպի Նովորոսիիսկ, միջադեպի հանգամանքները շարունակվում են պարզվել։ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է. Թեհրանը պատրաստ էր հարվածել Ուկրաինային 3 տարբեր տեղանքում։ Նրա խոսքով Ուկրաինայի ներողություն խնդրելուց հետո այդ հարձակումը չեղարկվել է։ Ռեզային ընդգծել է Իրանը պատերազմ չի հրահրում, սակայն երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել պետությունը մինչև արյան վերջին կաթիլը։ Նա նաև հայտարարել է Իրանը Հորմուզի նեղուցում իրանականից բացի որևէ այլ երթուղու բացում թույլ չի տա։ Ուկրաինայի Մեծ Բրիտանիայում դեսպան գեներալ Վալերի Զալուժնին հայտարարել է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը չի համարում իրատեսական։ Նրա խոսքով շուրջ 12 տարի շարունակում է լսել խոստումներ, թե Ուկրաինան շուտով կմիանա դաշինքին, սակայն դա երբեք չի իրականացել։ Վերջինս նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գլխավոր խոչընդոտը Ուկրաինայի զինված ուժերի զարգացման մակարդակն է եւ դաշինքի գործող դոկտրինները, որոնք նրա գնահատմամբ հիմնված են Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտեցումների վրա։ Նա նաև կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի ներկայիս արդյունավետությունը, ընդգծելով, որ նույնիսկ առաջատար անդամ երկրների առկայությամբ կազմակերպությունը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին։ Զալուժնու գնահատմամբ առնվազն եւս 12 տարի կպահանջվի, որպեսզի Ուկրաինան մոտենա այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են նույնիսկ Ռուսաստանի ռազմական մակարդակի կեսին հասնելու համար։ Վենեսուելայում հունիսի վերջին տեղի ունեցած երկրաշարժերի շարքի հետևանքով զոհերի թիվը պաշտոնական վերջին տվյալներով հասել է 6125-ի։ Ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, ավելի վաղ հրապարակված 5546 զոհի թիվը վերանայվել է, որոնողափրկարարական աշխատանքների շարունակման արդյունքում։ Փրկարարներին հաջողվել է կենթանի դուրս բերել 6462 մարդու, իսկ շուրջ 60000 տուժած ստացել է բժշկական օգնություն։ Իշխանությունների տվյալներով վնասվել է ավելի քան 41000 շինություն, իսկ անօթևան մնացած ընտանիքներին արդեն փոխանցվել է 287 բնակելի տուն։ Հիշեցնենք, հունիսի 24-ին Վենեսուելայում գրանցվել էին 7.2 եւ 7.5 մագնիտուդով հզոր երկրաշարժներ, որոնք լայնածավալ ավերածություններ էին առաջացրել։ Օգոստոսի 4-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Մոսկվայի մարզի Չեխով քաղաքի արդյունաբերական գոտուն, որտեղ ըստ ականատեսների հրապարակած կադրերի թիրախում է եղել Wildberries-ի խոշոր պահեստը։ Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Որոբյովի տեղեկություններով հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, եւս 6-ը վիրավորվել են, իսկ տարածքում մի քանի հրդեհ է բռնկվել։ Նույն օրը հարձակման է ենթարկվել նաև Լենինգրադի մարզի Կրասնիբորի Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, որտեղ հրդեհ է բռնկվել, սակայն նախնական տվյալներով զոհեր չեն եղել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է տարաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գազայի հատվածի կարգավորման ծրագրի շուրջ։ Նրա խոսքով Համասը պետք է լիովին զինաթափվի, իսկ Գազայի հատվածը ապառազմականացվի, միայն դրանից հետո հնարավոր կլինի անցնել վերականգնման փուլին։ Զելենսկին պաշտոնից ազատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլգա Ստեֆանիշինային։ Համապատասխան հրամանագրում ազատման պատճառը չի նշվում։ Վերջինս հայտարարել է հրաժարական է տվել սեփական ցանկությամբ։ Նրա խոսքով այն ծրագրի հիմնական կետերը, որոնցով ժամանել էր ԱՄՆ, ամբողջությամբ իրականացվել են։ Դիվանագետը նշել է, հաջողվել է մեծացնել ամերիկյան զենքի մատակարարումները, պահպանել Վաշինգտոնի աջակցությունը քաղաքական բարդ պայմաններում եւ ամրագրել այդ աջակցությունը օրենքներով։ Նա նաև ընդգծել է Ուկրաինան օգնություն ստացող երկրից վերածվել է պետության, որի մեջ ներդրումներ են անում եւ որի տեխնոլոգիաները ձեռք են բերում։
Հուլիսի 30-ին Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2026 թվականի բակալավրիատի եւ քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այսօրը շրջանավարտների համար դարձավ կյանքի ամենահիշարժան եւ կարեւոր իրադարձություններից մեկը։ Երջանիկ ժպիտները, հուզմունքը, հարազատների շնորհավորանքներն ու ձեռքերում պահված երկար սպասված դիպլոմները վկայում էին տարիների հետևողական աշխատանքի եւ ձեռքբերումների մասին։ Արարողությունը բացեց մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատող Թամարա Ռազմիկի Վարդանյանը։ Ողջունելով շրջանավարտներին նա նշեց. այսօր դուք ստանում եք ոչ միայն բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ, այլև ձեր աշխատասիրության, նպատակասլացության եւ գիտելիքի հանդեպ նվիրումի խորհրդանիշը։ Տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում կարևոր է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ունենալը, այլև կարողանալ լայն մտածել, լինել ստեղծագործ եւ պատրաստ դիմագրավելու ժամանակի նոր մարտահրավերներին։ Շրջանավարտներին շնորհավորեց նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Իգորի Նովիկովը։ Ձեր դիպլոմը վստահելի ուղեգիր է դեպի մասնագիտական կյանք, ամուր հիմք եւ որակի վկայագիր, որը ճանաչված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Համարձակորեն կյանքի կոչեք ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները եւ երբեք մի սահմանափակվեք արդեն ձեռք բերածով, ասաց նա։ Շրջանավարտներին իր բարեմաղթանքները հղեց նաև Երևանում ռուսական տան ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, մաղթելով նրանց հաջողություններ մասնագիտական գործունեության, ձեռնարկատիրության եւ գիտության ոլորտներում, ինչպես նաև նոր գաղափարներ, ստեղծագործ մոտեցումներ եւ նշանակալի ձեռքբերումներ։ 2026-ին Երևանի Պլեխանովի անվան ՌՏՀ մասնաճյուղի բակալավրիատն ու քոլեջը ավարտեցին ավելի քան 150 շրջանավարտներ։ Արարողության ավարտին արդեն ձևավորված ավանդույթի համաձայն շրջանավարտները երկինք բաց թողեցին օդապարիկներ, որոնք խորհրդանշում էին նոր երազանքներ, լայն հնարավորություններ եւ ապագա հաջողություններ։ Այսօրը նրանց համար խորհրդանշեց ոչ միայն ուսանողական տարիների ավարտը, այլև նոր կյանքի սկիզբը։ Ձեռք բերելով պահանջված մասնագիտություններ եւ ամուր մասնագիտական գիտելիքներ, նրանք պատրաստ են իրենց առաջին վստահ քայլերն անել աշխատաշուկայում։ Շրջանավարտների դեմքերին զգացվում էին հպարտությունն ու ոգևորությունը, առջևում նոր նպատակներ, նոր հնարավորություններ եւ մասնագիտական նոր ձեռքբերումներ։ Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվել է Հայաստանի 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 28 պատգամավոր։ Ռուբինյանը եղել է ԱԺ նախագահի պաշտոնի միակ թեկնածուն։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը մասնակցել է քվեարկությանը եւ նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը։ Հայաստան դաշինքը իր հերթին բոյկոտել է քվեարկությունը եւ չի մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խորհրդարանում առաջարկել է ընդունել այսպես կոչված Սաֆարովյան օրենքը։ Նրա առաջարկով Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում չեն կարողանա մնալ 10 օրից ավելի, ինչպես նաև չեն ունենա անշարժ գույք եւ հողատարածք ձեռք բերելու իրավունք։ Կարապետյանի խոսքով նման քայլը թույլ կտա միաժամանակ պահպանել խաղաղության գործընթացը եւ կանխել ժողովրդագրական ռիսկերը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայում եւս Հայաստանի քաղաքացիների նկատմամբ գործում են նմանատիպ սահմանափակումներ։ Պատգամավորը նաև ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը կարևոր է, սակայն այն չպետք է վտանգի Հայաստանի անվտանգությունն ու ազգային շահերը։ Օգոստոսի 4-ին ժամը 9:00-ից մեկնարկում է պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության արծաթ հայտագրման հիմնական փուլը։ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ հայտագրումն իրականացվելու է my.emi.am հարթակի միջոցով։ Դիմելու հնարավորություն ունեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները սահմանված կարգով։ Գերատեսչությունը խորհուրդ է տալիս մինչև հայտագրման մեկնարկը նախապես անցնել նույնականացման գործընթացը ժամանակ չկորցնելու համար։ Ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության հայտագրումը կմեկնարկի օգոստոսի 11-ին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար առաջադրել է Հայկ Գոնջարյանի եւ Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։ Միաժամանակ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ԱԺ փոխնախագահի 3-րդ պաշտոնի համար առաջադրել է Արամ Վարդևանյանին։ Առաջադրումները կատարվել են նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի շրջանակում։ Թեկնածուների ընտրության հարցը քննարկվելու է ազգային ժողովի նիստում։ Նոր ղեկավար կազմը կձևավորվի խորհրդարանի քվեարկության արդյունքներով։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ ԱԺ-ն Հայաստանի պետականության հիմնարար սահմանադրական ինստիտուտներից է, եւ նրա արդյունավետ աշխատանքը կարևոր նշանակություն ունի երկրի զարգացման համար։ Ուղերձում ընդգծվում է, որ ԱԺ նախագահի պաշտոնը մեծ պատասխանատվություն է ենթադրում խորհրդարանի բնականon գործունեության, օրենսդրական աշխատանքի եւ քաղաքական երկխոսության ապահովման գործում։ Վահագն Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Ռուբինյանի պաշտոնավարումը կնպաստի խորհրդարանական մշակույթի եւ պետական ինստիտուտների ամրապնդմանը։ Նախագահը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք եւ հաջողություններ իշա Հայաստանի Հանրապետության։ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը պատասխանել է կնոջ Հայփոստում ստացած աշխատավարձի վերաբերյալ հարցերին, հայտարարելով, որ իր կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացողն է։ Հարցը բարձրացրել է Հայաստան խմբակցության падգամավոր Ագնեսա Խամոյանը։ Միաժամանակ հրապարակված հայտարարագրերի համաձայն Շուշան Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցել է $118,000, ինչը կազմում է ամսական ավելի քան 3.6 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում Հայփոստի 2025 թվականի հաշվետվությունը ցույց է տվել, որ ընկերության մի շարք ֆինանսական ցուցանիշներ վատթարացել են։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է. Թեհրանն ունի տեղեկություններ, ըստ որոնց Կիևը դիտավորյալ է հարվածել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին։ Նրա խոսքով առկա ապացույցներն, այդ թվում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները վկայում են հարձակման կանխամտածված լինելու մասին։ Բաղային ընդգծել է, Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Ուկրաինան պատասխան տա կատարվածի համար։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը կարող է նշանակվել երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկում է Ումերովի թեկնածությունը, նրան վստահելով արտաքին հետախուզության ղեկավարումը։ Միևնույն ժամանակ պաշտոնական որոշում դեռևս չի հրապարակվել եւ իշխանությունները չեն մեկնաբանել տեղեկությունը։ Հնարավոր նշանակման ժամկետների կամ այլ մանրամասների վերաբերյալ եւս պաշտոնական տվյալներ չկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի, Բելի Կոլոդես եւ Ուստինովկա բնակավայրերը։ Գերատեսչության տվյալներով այդ գործողությունն իրականացրել են Հյուսիս զորախմբավորման ստորաբաժանումները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, երկու բնակավայրերն արդեն անցել են ռուսական վերահսկողության տակ։ Պակիստանը Հնդկաստանի սահմանին տեղակայել է Չինաստանում արտադրված SH-15 տիպի 250 ինքնագնաց հաուբից, զգալիորեն մեծացնելով իր հրետանային ներուժը։ Նոր համակարգերը նախատեսված են հեռահար հարվածային հնարավորությունները ուժեղացնելու եւ բանակի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար։ SH-15-ը կարող է խոցել մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ, իսկ հատուկ զինամթերքի կիրառման դեպքում մինչև 53-ից 72 կիլոմետր։ Համակարգը համալրված է ավտոմատ կրակի կառավարման սարքավորումներով եւ կարող է արագ փոխել դիրքը, նվազեցնելով հակահրետանային հարվածների վտանգը։ Իրանում մահապատժի են ենթարկել Օմիդ Բեհզադին եւ Փուրիա Սաֆութին, որոնք մեղադրվել էին իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ։ Իրանական կողմի պնդմամբ նրանք Իսրայելին փոխանցել են զինվորականների, ոստիկանության աշխատակիցների եւ անվտանգության օբյեկտների վերաբերյալ լուսանկարներ, կոորդինատներ եւ այլ տվյալներ։ Քննության վարկածով Բեհզադը Google Maps-ի եւ այլ քարտեզագրման ծառայությունների միջոցով հայտնաբերել է ռազմական օբյեկտների տեղակայումը, իսկ Սաֆութը տվյալներ է փոխանցել արտասահմանյան արբանյակային հեռուստաալիքի միջոցով։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին առաջարկում է բանակցություններ սկսել Եվրամիությունից դուրս անօրինական միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծելու շուրջ։ Հաղորդվում է նախաձեռնությունը կդառնա ԵՄ ներքին գործերի խորհրդի առաջիկա նիստի գլխավոր թեմաներից մեկը։ Հռոմը նախատեսում է մինչև տարեվերջ համաձայնագրեր կնքել երրորդ երկրների հետ, որպեսզի առաջին նման կենտրոնները գործարկվեն արդեն 2027 թվականին։ Նախագիծը հիմնված է Իտալիայի եւ Ալբանիայի միջև գործող համաձայնագրի փորձի վրա։ Սպասվում է, որ կենտրոնների ֆինանսավորումը իրականացվի Եվրամիության միջոցներով։ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ չի մասնակցելու ազգային ժողովի նախագահի ընտրության փակ քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Ռուբեն Ռուբինյանին դիմելով նշել է, որ ամբողջ խմբակցությունը չի քվեարկելու նրա օգտին։ Նրա խոսքով հույս ունի, որ այդ որոշումը որևէ մեկի համար անակնկալ չի լինի։ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարել է, որ ընդդիմադիր ուժը հրաժարվում է մասնակցել փակ քվեարկությանը։
Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերներից է։ Նրա խոսքով այն կարևոր է թե երկրի զարգացման, թե Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ պայմանագիրը չպետք է Ադրբեջանին հնարավորություն տա ժողովրդագրական ներկայություն ձևավորել Հայաստանում։ Կարապետյանը որպես հիմնավորում մեջ բերել է Ադրբեջանի կրթության նախարարի հայտարարությունը, ըստ որի Արևմտյան Ադրբեջանի գաղափարը հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման համար։ Նա կոչ է արել այս հարցում ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Շամիրամ գյուղում 4 անձի սպանության համար ՑՄՀ ազատազրկման դատապարտված Սելման Քալաշյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։ Դրանով Առաջինացյանի եւ Վրաքննիչ դատարանների կայացրած դատավճիռը վերջնականապես մտել է օրինական ուժի մեջ։ Քալաշյանը մեղավոր է ճանաչվել 2017 թվականին Սքո սրահում իրականացված հրաձգության համար, որի հետևանքով զոհվել էր 4, իսկ վիրավորվել 7 մարդ։ Քրեական գործի համաձայն ողբերգության պատճառը եղել են երկարատև ֆինանսական վեճերն ու պարտքային հարաբերությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելանիա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ Նա փոխարինում է Նազելի Բաղդասարյանին, որը շարունակելու է աշխատանքը ազգային ժողովում որպես падգամավոր։ Մելանիա Հարությունյանը նախկինում եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղարը։ Նշանակումն ուժի մեջ է մտել վարչապետի ստորագրած որոշմամբ։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ եթե Վերաքննիչ դատարանը չփոխի Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը, նրա 14-ամյա դուստրը ծննդյան օրը կդիմավորի առանց մոր։ Փաստաբանը հիշեցրել է նաև, որ աղջիկը սեպտեմբերի 1-ին եւս դպրոց կգնա առանց մոր ներկայության։ Սողոյանն այս հայտարարությունն արել է անդրադառնալով ԱԺ Ռուբեն Ռուբինյանի նախորդ օրվա ելույթին։ Նրա խոսքով նման իրավիճակները շարունակվում են կրկնվել նաև այսօր։ Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ պաշտոնապես ստանձնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։ Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար։ Մակունցը նշել է, որ նոր կարգավիճակում պատրաստվում է ներդնել առավելագույն ջանքեր Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար։ Նրա խոսքով պատրաստ է շարունակել պետական ծառայությունը նոր պատասխանատվությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Թրամփի հայտարարությունները, նշելով, որ Վաշինգտոնի հետ որևէ բանակցություն չի ընթանում։ ԱԳՆ խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է. ներկայում քննարկումներ են իրականացվում միայն Օմանի հետ, Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության հարցով։ Նրա խոսքով Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մոսկվայի Կուդրինսկի հրապարակում տեղի ունեցած պայթյունը քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որակել է ահաբեկչություն։ Հնարավոր թիրախ ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ գնդապետ Ալեքսանդր Չայկոն էր, որը ռեստորանում նշում էր իր 55-ամյակը։ Նախնական տեղեկություններով զոհվել է 5 մարդ, այդ թվում անվտանգության աշխատակից, իսկ վիրավորների թվում է նաև գեներալի դուստրը։ Պաշտոնական մարմինները դեռ չեն հաստատել, որ հարձակման թիրախը հենց Չայկոն է եղել։ Դեպքի բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել։ Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը հայտարարել է, Մարոկոն այլևս վստահելի գործընկեր չէ միգրացիոն ճգնաժամի պայմաններում։ Նրա խոսքով Իսպանիան պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, կանխելու նմանատիպ զանգվածային ներհոսքերի կրկնությունը։ Թելեգրաֆը հայտնում էր, արևմտյան հետախուզական աղբյուրները չեն բացառում։ Մարոկոն կարող էր նպաստել միգրանտների հոսքին Իսպանիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու նպատակով։ Հրապարակման համաձայն պատճառներից մեկը կարող էին լինել Իսպանիա եւ Ալժիրի միջև գազային բանակցությունները։ Քաղաքապետը պնդել է ստեղծված իրավիճակից պետք է լուրջ հետևություններ անել։ ՌԴ Բելգորոդի մարզի Պրինցևկա գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 13-ամյա աղջիկ։ Տարածաշրջանի ղեկավարի տվյալներով հարվածը հասցվել է մանկական խաղահրապարակի հարևանությամբ։ Թիրախավորվել են եւս 2 աղջիկ, 7 եւ 9 տարեկան, որոնք հոսպիտալացվել են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներով։ Տեղի իշխանությունները հայտնել են, բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ երեխաների կյանքը փրկելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, Պակիստանը շարունակում է մնալ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հիմնական միջնորդը։ Նրա խոսքով Կատարը նույնպես աջակցում է անհրաժեշտության դեպքում, սակայն գործընթացում նոր միջնորդներ չեն հայտնվել։ Բաղային նշել է, մի շարք այլ երկրներ, այդ թվում Չինաստանը նույնպես ժամանակ առ ժամանակ նպաստում են շփումներին։ Նա հիշեցրել է, որ նախորդ ամիս ստորագրված փոխըմբռնման հուշագրից հետո ռազմական լարվածությունը կրկին աճել է։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը դիմել է ռազմական վերլուծաբաններին Իրանի նկատմամբ ճնշման ստեղծարար եւ ոչ ստանդարտ մեթոդներ առաջարկելու խնդրանքով։ Համապատասխան նամակում նշվում է Վաշինգտոնը փնտրում է Իրանի վրա ազդեցություն ծրագրելու նոր ուղիներ։ Աղբյուրների գնահատմամբ այս քայլը ցույց է տալիս, որ գործող տարբերակների շրջանակը զգալիորեն սահմանափակվել է։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է օգոստոսի 3-ին նախատեսվում են բանակցություններ Իրանի հետ։ Պակիստանը եւ Կատարը հատուկ ներկայացուցիչներ կուղարկեն աջակցելու ԱՄՆ-ի եւ Իրանի միջև նախատեսվող բանակցությունների կազմակերպմանը։ Կողմերը ձգտում են հնարավորինս արագ ապահովել բանակցային գործընթացի մեկնարկը։ Սպասվում է, որ շփումները կլինեն անուղղակի, իսկ միջնորդի դերակատարությունը կստանձնեն հենց Կատարն ու Պակիստանը։ Իրանը հայտարարել է նույնիսկ Օմանի հետ համաձայնության հասնելու դեպքում Հորմուզի նեղուցը անմիջապես չի բացվի նավարկության համար։ ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայել Բաղային ընդգծել է. նման համաձայնությունը միայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Նրա խոսքով նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններն են։ Բելարուսը սկսել է օդատեսանտային բրիգադի ձևավորումը Ուկրաինայի սահմանին գտնվող Գոմելի շրջանում։ Հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Ալեքսանդր Իլյուկևիչի խոսքով արդեն ձևավորվել է առաջին գումարտակը, իսկ տարվա ընթացքում կստեղծվեն նաև մյուս ստորաբաժանումները։ Բրիգադի սպայական կազմն արդեն համալրված է, իսկ անձնակազմը զորակոչված։ Ավելի վաղ բելարուսական իշխանությունները հայտարարել էին, սահմանին անմիջական ռազմական սպառնալիք չեն տեսնում, սակայն շարունակում են պաշտպանական կարողությունների զարգացումը։ Ռուսաստանի Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ է դարձել Wildberries ընկերության խոշոր լոգիստիկ կենտրոնը։ Հարվածը հասցվել է Վլադիմիր Որշինսկոյե համալիրին, որը գտնվում է Խրյաստովո գյուղի մոտ։ Ընկերության մամուլի ծառայությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Կենտրոնը մասնակի շահագործման էր հանձնվել 2024 թվականի վերջին, իսկ ամբողջական ավարտը նախատեսված էր 2026 թվականին։ Այն հանդիսանում է Մոսկվայի եւ Ռուսաստանի կենտրոնական շրջանների մատակարարման կարևորագույն հանգույցներից մեկը։ Այսօր օգոստոսի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ հրազդանգետում դիկ է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, փրկարար ծառայության եւ շտապօգնության ուժերը, իսկ հատուկ փրկարարները սկսել են մարմնի դուրսբերման աշխատանքները։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ քննչական խումբը պարզում է մահացածի ինքնությունը։ Ոստիկանությունը եւ քննիչները շարունակում են անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Աշխարհահռչակ փիլիսոփա եւ գրող Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալ ի նշան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի աջակցության։ Նրա խոսքով կազմակերպիչները հրաժարումից հետո զգալիորեն բարձրացրել են առաջարկված հոնորարը, սակայն դա չի փոխել իր որոշումը։ Թալեբը հայտարարել է, որ գումարը չի կարող ազդել իր էթիկական սկզբունքների վրա։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջանի տարածք, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը այնտեղ բանտում է, նշել է նա։ Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբի վանքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո։ Տեղեկությունների համաձայն մի խումբ տղամարդիկ հավաքվել են վանքի մուտքի մոտ եւ բազմիցս թքել տարածքի ուղղությամբ։ Միջադեպը տեսանկարահանվել եւ հրապարակվել է լրագրող Գեղամ Բալյանի կողմից։ Ոստիկանությունը սկսել է քննություն պարզելու կատարվածի հանգամանքներն ու հնարավոր դրդապատճառները։ Դեպքը տեղի ունեցել հայկական թաղամասի շուրջ վերջին տարիներին պահպանվող լարվածության ֆոնին։ Լիլիթ Մակունցը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Նշանակումն իրականացվել է հանրային ծառայության մասին օրենքի հիման վրա։ Ավելի վաղ Մակունցն ազատվել էր վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այսպիսով նա անցնում է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին։ Կառավարության միջազգային իրավական հարցերով գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հարցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մուտքագրվել է դատարան, սակայն դեռ որևէ դատավորի չի մակագրվել։ Դրմեյանը պահանջում է, որպեսզի վարչապետը հերքի իր հասցեին հնչեցրած սրբարտություն համարվող հայտարարությունները։ Վեճի հիմքում Փաշինյանի այն հայտարարությունն է, որով նա հրապարակայնորեն խոսել էր հնարավոր իրավախախտումների մասին եւ կոչ արել իրավապահներին ուսումնասիրել հարցը։ Այդ հայտարարությունից հետո դատախազությունում արդեն ուսումնասիրություն է սկսվել։ Գործի հետագա ընթացքը կախված կլինի դատարանի կողմից դատավոր նշանակելուց հետո։
Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ այն խոսքը, որը վեհապարը պետք է հնչեցներ ազգային ժողովում, ասել է եկեղեցում։ Նրա խոսքով հայոց հայրապետի համար կարևոր է, որ երկրի գլխավոր քաղաքական մարմինը ստանա եկեղեցու օրհնությունը։ Կարապետյանը նշել է, որ այդ ուղերձը падգամավորներն արդեն լսել են եկեղեցում կայացած հանդիպման ժամանակ։ Նա նաև ընդգծել է, որ իր քաղաքական թիմը բոլոր հնարավոր միջոցներով կանգնելու է հայ առաքելական եկեղեցու կողքին։ Այլ ընտրանք չկա, հայտարարել է նա լրագրողների հետ զրույցում։ Օգոստոսի 2-ի երեկոյան Արարատի մարզի Գետափնյա եւ Ղուկասավան բնակավայրերի միջև գտնվող աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել Երևանի եւ մարզային փրկարարական վարչությունների 4 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ հերթապահ փրկարարական խումբը։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է օգոստոսի 3-ի առավոտյան մեկուսացնել հրդեհը։ Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության մոտ 5000 քառակուսի մետր տարածքում շարունակվում է այրավել շինարարական աղբը։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Երևանում օգոստոսի 4-ից 3-ը 5-ից 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ից 9-ի երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 12-ից 15 մետր վարկյան։ Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ից 3-ը 5-ից 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին հարավարևելյան եւ արևելյան 2-ից 5 մետր վարկյան։ Օգոստոսի 4-ից 9-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։